Բարև ձեզ, ձեզ համար պատրաստել եմ հնարք, որի անմիջական մասնակիցը լինելու եք բոլորդ։ Նախորդ անգամ ձեր խորհրդից ելնելով ընտրել եմ ձեզ համար հետաքրքիր հնարք։ Հնարքի իրականացման առաջին հատվածում պետք է մոտենամ ձեր սեղանին։ Այստեղ ունեմ գեղեցիկ ալբոմ, որի մեջ տարբեր կենդանիներ են։ Ես պետք է խնդրեմ ձեր ձեռքը պահեք այսպես, բացեք ցանկացած էջից և ֆիքսեք տվյալ կենդանին։ Շատ լավ, ցուցադրում ենք բոլորին, բայց ոչինչ։ Այնուհետև դուք պետք է ընտրեք խաղաթուղթ։ Մինչ այդ ցուցադրեմ, որ խաղաթղթերը տարբեր են։ Հիմա կխառնենք մեկ անգամ։ Կանցնեմ, որտեղ կցանկանաք կնշեք ստոպ, դա կլինի ձեր խաղաթուղթը։ Շատ լավ։ Վերցրեք ձեր խաղաթուղթը։ Ցուցադրեք բոլորին, բայց ոչինչ։ Հիմա ես կխնդրեմ ձեր խաղաթղթի վրա նկարել այն կենդանին, որը որ ընտրել է Վիկտորիան, կամ գրել իր անունը, չգիտեմ ինչպես ձեզ հարմար է։ Կարող եք նկարել։ Շատ լավ, փոխանցեք ինձ։ Ես կվերցնեմ ձեր խաղաթուղթը, կտեղադրեմ կալոդի վերևում և մեկ անգամ կկիսեմ, այնուհետև այն կտեղադրեմ տուփի մեջ։ Կխնդրեմ ձեր ձեռքը այսպես պահել և հնարավորության դեպքում հնարքի ամբողջ ընթացքում այն թող լինի այդ դիրքով։ Շնորհակալ եմ։ Հնարքի հաջորդ մասն իրականացնելու համար պետք է խնդրեմ մեր բոլորի կողմից շատ սիրելի ժյուրի անդամ Տիգրանը բարձրանաբեմահարտակ ինձ օգնելու։ Ձեր բուռն ծափերի ներքո դիմավորենք Տիգրան Գյուլումյանին։ Ես այստեղ ունեմ ծրարներ, դուք պետք է ինձ օգնեք։ Պարզապես վերցրեք ծրարը և հանեք այս հատվածը։ Վաու, հենց այսպես։ Վերցնում ենք ցանկացած հեռախոս, տեղադրում ենք ծրարում, այնուհետև ծրարը փակում ենք։ Կարող եք դա վերցնել, խնդիր չեմ։ Շնորհակալ եմ։ Վերջին ծրարը կարող ենք չբացել, ոչ այս պահին։ Շատ լավ։ Ինձ մոտ ծրարները 6-ն են, սակայն հեռախոսները 5-ը։ Ես պետք է խնդրեմ մեր շատ սիրելի ժյուրի անդամ Սյուզաննան փոխանցի ինձ իր հեռախոսը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Վեցերորդ հեռախոսը կտեղադրենք 6-րդ ծրարում, այնուհետև կփակենք։ Այստեղ ունենք 6 ծրարներ, 6 տարբեր հեռախոսներով։ Պետք է խնդրեմ մեր բոլորի կողմից շատ սիրելի Գոհարը բեմ բարձրանա և հնարավորության դեպքում մաքսիմալ խառնի այս ծրարները։ Առաջացեք, կանգնենք այստեղ, այո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ինձ օգնելու համար, այնուհետև պետք է ինձ շարունակի օգնել Տիգրանը։ Ես այստեղ ունեմ մարկեր և պետք է խնդրեմ այս ծրարի վրա նշել այն թիվը, որը դուք եք ցանկանում։ 1-ից մինչև 6-ը։ Շնորհակալ եմ, 2, այստեղ էլ նշեք 1-ից մինչև 6-ը, բայց ոչ 2-ը։ Այստեղ։ Այստեղ ունենք բաժակ և զառ։ Ես կխնդրեմ, որ թափահարեք և ամեն անգամ ինչ թիվ ընկնի, ինձ տեղեկացնեք այդ թվի մասին։ Կարող ենք նայել ինչ թիվ է։ 2։ Երկրորդ հեռախոսը Ես այդքան էլ չսիրեցի, սա մեզ պետք չէ։ Շարունակում ենք։ Շարունակենք։
Վայ։ Եթե դեմ չեք ես անեմ, դուք կոտրեք, լա։ Երեքը, սա լավագույն ընտրությունն է, խնդրեմ երցրեք։ Այսօր իմ օրը չի։ Իդեալական։ Վայ։ Սա էլ մեզ պետք չէ։ Մեկ։ Եվս մեկ անգամ։ Սոս։ 5-ը։ Վայ։ Խնդրեմ Ուր այն կոտրեք 5-ը։ հեռախոսը, Տիգրան նայ, հա։ Թասա Տիգրան ինչ կոպ ունի։ Տիգրան։ Սա եւս պետք չէ։ Դու շատ Չորրորդ ճիշտ էիր։ Տես համարը հիմա։ փորձ ունես, էլի։ չորրորդ։ Ժյուրի։ Իդեալական։ Չէ, ինձ թվում որ արդեն Շատ լավ։ Խնդրեմ լավ է անցնում։ կոտրեք։ Ուժը։ Շատ լավ։ Այդ իմն էր, ծանր ընկավ։ Կոտրել եք դուք, ես ոչինչ չեմ արել, թափահարել ենք միասին եւ ես կարծում եմ, որ այս ծրարում գտնվում է հենց այն հեռախոսը, որը ես խնդրեցի ժյուրիի անդամներից։ Խնդրեմ սա փոխանցել ինձ։ Շնորհակալ եմ։ Կարող ենք Երեխեքս վրանն առաջանալ։ էկրանի վրա են, երեխաներս։ Սա ձեզ, շնորհակալ եմ։ Ես հիմա ես պետք է խնդրեմ խաղաթղթերի կրծակը ինձ փոխանցել։ Ամբողջ հնարքի ընթացքում այն եղել է ձեզ մոտ, ճիշտ եմ։ Շատ լավ։ Դուք ընտրել եք կենթանի, ճիշտ եմ։ Վիկտորիան ընտրել է կենթանի, դուք ընտրել եք խաղաթուղթը։ Ես ընտրել եմ կենթանի։ Այո, շատ լավ։ Կնշեք ինչ կենթանի եք դուք ընտրել։ Այո։ Ղազ։ Չէ, պինգվինաշեն էի գնացել։ Շատ լավ։ Պինգվին։ Իսկ դուք ինչ խաղաթուղթ եք ընտրել եւ ես Շատ լավ, ղարի 7-ը։ Եկեք տեսնենք թե որտեղ է ղարի 7-ը։ Այսինքն Պետք է գտնենք ղարի 7-ը կրծակի Բայց միջից։ ինչ գիտեք ես այդ եմ ընտրել։ Հանդիսատեսը նշեց, որ ղարի 7-ն եք դուք Իրանք ընտրել։ սխալ են նշել։ Շատ լավ, այդ դեպքում եկեք գտնենք խաղաթուղթ, որի վրա որ նկարած է կենթանին։ Եկեք տեսնենք նկարած է թե նկարած չէ։ Իրականում այս ընթացքում խաղաթուղթը, որի վրա դուք նկարել եք, այստեղից անհետացել է։ Եվ ինչը որ անհետանում է, մեկ տեղում հայտնվում է։ Մեր շատ սիրելի ժյուրի անդամներից Տիգրանին պետք է խնդրեմ ոտքի կանգնել եւ ստուգել իր ծոցագրպանը։ Ես դրամապանակս էլ ա կորել, կա քո մոտա։ Այնտեղ մի բան կատարվել է, ինձ թվում է, որ դուք բեմ։ Հետ լավ խնդրեմ փոխանցեք ինձ այդ ծրարը։ Ծրարն ամբողջությամբ փակ է։ Եվ ես չեմ համագործակցում Տիգրանի հետ։ ջարդ ենք։ Շատ լավ։ Ես հիմա ձեր թույլտվությամբ կկոտրեմ ծրարը, կբացեմ ծրարը։ Դուք ընտրել եք ղարի 7-ը, ճիշտ է։ Այստեղ պատկերված է ղարի 7-ը, բայց ոչ ձեր նկարած կենթանով, ճիշտ է։ Ես հիմա ձեր եւ հանդիսատեսի առաջ կբացեմ ծրարը, խաղաթուղթը, որի մեջ կհայտնվի հենց այն կենթանին, որը որ դուք եք ընտրել։ Բա ուր է իմ ընտրածը, որտեղ ես գրել եմ։ Այդ որտեղ է։ Շնորհակալ եմ։ Իսկ շոկից դուրս գալու համար սա լավագույն տարբերակը կարող է լինել։ Սա ձեզ։ Նարեկ Առաքելյան։ Դե տեսնենք այս անգամվա աճպարարությունը ինչպես կգնահատվի։ Նարեկ ջան, Շատներից սկսենք։ այո, ճիշտն ասած, սկզբում շատ վստահ տվեցի հեռախոսս ինձանից գո։ Հետո հասկացա, որ կարողա սխալ բան եմ արել, փոշմանեցի, բայց լավ էր։ Անփորձանք իդ վերադարձրեցիք։ Ամեն դեպքում մենակ ուզեմ ձեզ ասել, որ ձեզ մոտ հաստատ պակասում է դինամիկան, շատ հետաքրքիր ինչ որ ձեր բարերով ասած ֆոկուս արեցիք, բայց այս ամեն ինչը այնքան դանդաղ, այնքան էսպես ձգեցինք, ծամեցինք, հա, արդեն այն որ տեսեք Անդրեն մնացածը արդեն սեղմեցին կոճակը, իրենց հետաքրքիր չէր։ Եթե կարող եք այս ամեն ինչը ավելի սիրուն պահեք, հա, շոուի վերածեք եւ այլն, շատ ավելի լավ կլինի, որովհետեւ այն ինչ որ դուք արեցիք իրականում այո
զարմացրեցիք եւ ես դες սափարում եմ, ապրեք։ Շնորհակալ եմ անչափ։ Ձեր թույլտվությամբ նշեմ, որ եթե ես ամեն դեպքում վնասեի ձեր հեռախոսը, ես պատրաստված եմ եկել եւ ինձ մոտ գումար կար, արդեն չկար ներողություն։ Ամեն դեպքում պատրաստ եք։ Ամեն դեպքում պատրաստված եմ եկել։ Շատ լավ, բայց հələ տեսեք տուն կհասնեք, ոնց որ տեղին չունեք վարվեց։ Շնորհակալ եմ։ Նարեկ, ինձ թվում է լավագույն ընտրությունը չէր ինձ քո մոտ հրավիրելը։ Նայեք, աշխարհության այս հնարքների, այս վարժության մեջ հիմնականում նա է ընկած, թե ինչքան կարող եք ուշադրությունը վերցնել հանդիսատեսի, շեղել այն հնարքի վրա, որտեղ որ կառուցում եք ձեր գործողությունը եւ ստեղծեք այն պատկերը, ինչը որ աճպարության շնորհքն է, որպես հանդիսատես եւ ժյուրի ուշով հետևում եք, թե որտեղ եք ինձ խաբելու, աչքը սպառացնելու։ Նախ անհասկանալի էր ինչի տենց փոխվեց, որ դուք սկսեցիք զառը խառնել, հետո ես հարվածեցի, դուք լավ էլ հարվածում էիք։ Ուր է իմ խաղաքարտը։ Իսկապես Նարեկ ջան, Վիկտորյան արդեն ասեց, ես զուտ սեղմեցի այն պատճառով, որովհետև շատ էր մի տեսակ երկարում, այո, հետաքրքիր հնարքներ ունեք, պիտի սովորեք ուղղակի այդ ամեն ինչը անել արագ, ավելի շոու, ավելի արտիստիկ, ես հասկանում եմ ձեզ կարևորը, դուք ավելի երևի խորացված եք տեխնիկային, դա այո, ձեզ մոտ մասամբ ստացվում է, բայց ուր է իմ խաղաքարտը։ Իմ, որ ես նկարել եմ, թե գրել եմ, օրինակ։ Նկարել եք կենտրոնում։ Չէ, գրել եմ։ Յա, նկարել թե գրեմ, նկարել եք։ Չէ, գրել եմ։ Ուր է պինգվինը։ Այդ է։ Սյուզաննա, մի բան ասա, արծաթափայլ անձրև։ Համաձայն եմ գոլեգաներիս հետ, ես սեղմեցի, որովհետև շատ էսպես ձգված էր, դինամիկան պակասում էր, որպեսզի դուք ավելի ճիշտ հասկանաք ինչ է կատարում, ձեր կատեգորիայում էս պրոյեկտում միայն դուք չեք։ Եվ ավտոմատ թե ես, թե իմ գոլեգաները մենք ընկնում ենք համեմատական աստիճանի մեջ։ Այս կատեգորիայում էլի ունենք մասնակիցներ, ովքեր ելույթ են ունեցել եւ այս համեմատականի մեջ ենք մենք փորձում գնահատել։ Այսօր ձեր ելույթը ինձ համար թույլ էր։ Բայց այն, որ դուք ունեք տաղանդ, այն, որ տիրապետում եք այս ամեն ինչին, ոչ ոք հակառակը չի ասում։ Պարզապես մենք նրա համար ենք այստեղ, որ ձեզ ճիշտը ասենք։ Շնորհակալություն։ Ես էլ իմ հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրիցը ձեր անկեղծ կարծիքի համար։ Շնորհակալ եմ, եթե անցնեմ հաջորդ փուլ, կպատրաստեմ լավագույնը ձեզ համար։ Շնորհակալություն, աճպարար Նարեկ Արաքելյան։ Համեցեք։